Երկու տարվա փոխարեն բանակում 1.5 տարի կծառայեն ոչ թե 2026-ի ամառային զորակոչից, ինչպես նախապես հայտարարել էր Պաշտպանության նախարարությունը, այլ 2026-ի հունվարի 1-ից։ Facebook-ում այս մասին հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026 թվականի ամառային զորակոչից, բայց այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Հասարակությանը սիրաշահելու քաղաքական միավորներ ու ընտրողներ հավաքելու հերթական քայլն է նախընտրական հնարք, նշում է Ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Պատճառը Նիկոլ Փաշինյանի իշխող ուժի գաղավիժող ռեյտինգն է, հեղինակությունն է, որոշել են քվե ապահովել եւ ամբողջովին նախընտրական քաղաքացիներին սիրաշահելու քայլը, որ արվում է։ Գեղամ Մանուկյանի խոսքով որոշումը կայացվել է ոտքի վրա, առանց խորքային հաշվարկների, խորհրդարանական քննարկման ու քվեարկության։ Երաժշտություն լսելով, հեծով քշելով Փաշինյանն եկա ասել 1.5 տարի։ Ուզուրպացնելով ամբողջ ազգային ժողովի ֆունկցիան։ Ելավ հայտարարել, որ որոշումը կայացվել է։ Այնինչ որոշում չի կայացվել։ Օրենք չի փոխվել։ Գեղամ Մանուկյանը շեշտում է Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովում թեման ներկայացվել է ձևական, ամբողջ քննարկումը ընդամենը 10-ից 15 րոպե է տևել։ Մինչդեռ նման ռազմավարական ու անվտանգային կարևոր նախագծերը խորհրդանում պետք է ժամերով քննարկվեն, մանրակրկիտ։ Չկա որևէ հիմնավորում։ Կա եւս մի բան։ Այդ պաշտպանության նախարարությունում գլխավոր շտաբը այլևս դարել են վիզը ծռած քաղաքական կամակատար, ստրուկ։ Ուրիշ բառ չունեմ ասելու, որովհետև նրանց այլևս իրենց պարտականությունը երկրի անվտանգություն չի հետարկելու։ Գեղամ Մանուկյանը 25 օր սպասում է Պաշտպանության նախարարություն ու գլխավոր շտաբ ուղարկված հարցումների պատասխաններին, թե այս փոփոխությունը թվային ու անվտանգության առումով ինչ վիճակի է բերելու։ Զերո պատասխան, լեզուների ատամների տակ կրճտած որևէ պատասխան չեն տալու։ Սա կավախոս է նաև գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։ Նա չի մեկնաբանում, թե ինչ հետևանք կունենա այս փոփոխությունը երկրի անվտանգության ու պաշտպանության համար։ Պաստական վերաբերյալ դա համապատասխան դրական դրած։ Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը զգուշացնում է, ծառայության ժամկետի կրճատումը հարվածի տակ է դնում Հայաստանի անվտանգությունը, հատկապես երբ Ադրբեջանն ակտիվորեն զինվում է հարձակողական զինատեսակներով, պարբերաբար անցկացնում զորավարժություններ։ Վերջերս էլ Պակիստանից գնվեց նորագույն զինատեսակներ, կործանիչներ, ինքնաթիռների առաջին խումբը։ Նախորդ շաբաթ տանկային զորավարժություններ Թուրքիայի եւ Վրաստանի հետ միասին։ Այսինքն մեր հարևանը խաղաղությունը հասկանում է, խաղաղություն է ուզում պատրաստվել, պատրաստ սկզբունքով առաջնորդել։ Հիմա ինչ անում Հայաստանի օրվա իշխանությունը կամ խունտայի տարագլուխը։ Կրճատում է անձնակազմի թվականակը եւ ռազմական ծախսերը բյուջեի։ Այլ երկրի շահ սպասարկում չէ, ուրիշ բացատրություն կա։ Ռազմական փորձագետի խոսքով Նիկոլ Փաշինյանը կատարում է Ադրբեջանի հանձնարարականները։ Ադրբեջանին պետք է որ մենք ունենանք փոքր թվականակով վատ զինված բանակ, իհարկե պետք է։ Ինչու է պետք։ Որպես այդ պահանջների դեմ Հայաստանը որևէ բան չկարող անել, Հայաստան պետք է չունենա մրցունակ բանակ։ Իհարկե Ադրբեջանը պատրաստվում է ուժի ոչ թե կիրառում անի, այլ ցույց, սպառնալիք։ Ասի ես ունեմ 100,000 բանակ, դու ունես 5,000։ Փաշինյան, հիմա ո՞նց ենք անում։ Հայաստանը դառնում է արևմտյան Ադրբեջանի եւ Հայաստանի միացյալ պետություն։ Հայաստանի կեսում էլ ապրելու են ադրբեջանցիները, որում ապահովել է իրենց աշխատանքով, բնակավայրով, բնակատեղիով եւ անվտանգությամբ։ Եթե չեք կարող ես եմ ապահովում։ Հատկապես պատերազմ տեսած հասարակության համար բանակի հետ կապված բարեփոխումները զգայուն թեմա են։ Ծառայության ժամկետի կրճատման մասին լուրը ապագա զինվորների, նրանց ընտանիքների համար գուցեև ուրախ, լավ լուր է համարվում, բայց առանց հստակ հաշվարկների հնարավոր է այն դառնա իշխանության հերթական չմտածված որոշումը, որի գինը կարող է թանկ արժենալ փխրուն անվտանգությամբ մեր երկրի համար։